Պարոն Հարությունյան, դες դիտարկումները ազգային ժողովում քննարկվող օրինագծի վերաբերյալ Նախ ուզում եմ բոլոր կանանց մայրերին շնորհավորեմ ապրիլի 7-ի կապակցությամբ, ցանկանամ շատ ժպիտ եւ սեր։ Միանշանակ խիստ բացասական վերաբերմունք ունենք։ Ակնհայտ է, որ այն պայմաններում, երբ արդեն իսկ ընտրական process-ը մեկնարկել է, կան ձևավորված ուժեր, ովքեր հայտարարել են խորհրդարանական ընտրությունների մասնակցության մասին եւ հատկապես նաեւ այն ուժերը, ովքեր միանալով դաշինք են ստորագրել, այս պահին նման փոփոխություն նախաձեռնելը ոչ միայն ապօրինի է, այլ նաեւ ակնհայտ հակասահմանադրական։ Ամեն դեպքում սա միջամտություն է եւ մեր իրավական անվտանգությանը եւ իրավական որոշակիության սկզբունքներին, չի կարող ընտրական process-ի ընթացքում փոխվել խաղի կանոն եւ դա տարածվի այդ պահին արդեն իսկ ընթացող process-ի վրա։ Պարոն Հարությունյան, իսկ իրավական հետևանքի կարող է կանել իրավական առումով գործիքակազմում, այ վիճարկել։ Ամեն դեպքում կարծում եմ ազգային ժողովի ընդդիմությունը պետք է սահմանադրական դատարան դիմի, փորձելով սահմանադրականության հարց բարձրացնել։ Պարոն Հարությունյան, դուք ինչպես որոշեցիք միանալ Սամվել Կարապետյանի ուժին, քանի որ այդ միջոցառումը ոչ բոլորին է ինտերիակ պահել, որ գայինք լուսաբանեինք, դրա համար ես հիմա եմ իմ հարցում։ Շատ վաղուց մեր միջ առաջացել էր նման ցանկություն, փորձել որոշակի մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացի վրա, իսկ միջոցառման բարձրաձայնված լինելու մասին հստակ սահմանված ժամկետում ազդարարայմում տեղադրված է եղել, միգուցե քանի որ տեղեկատվություն չի եղել, թե ովքեր են անդամակցելու այդ կուսակցությանը եւ ինչ process-ներ լինելու, կարծում եմ դրանով է պայմանավորված, որ տեղյակ չեք եղել։ Հակակոռուպցիոնի հայտարարությունը ինչպես կմեկնաբանեք, արդյոք դա չի կաշկանդել։ Որ մեկնաբանությունը կներեք։ Այդ որ ինչ-որ աշխատակազմ են գրանցել, կաշառք են դրել նման հայտարարություն է տարածել հակակոռուպցիոնը։ Մի քանի օր առաջ տեղի ունեցած դեպքով եք ասում։ Դրանից առաջ էլ մեր ձևովի հետ կապված էին տարածել։ Ինձ ոչ մի բան չի կաշկանդում, որովհետև այնքանով, որքանով մենք ներգրաված ենք ու արդեն իսկ որպես դաշնակից ուժ առիթ ենք ունեցել համագործակցելու, շփվելու, ես որպես իրավաբան եւ որպես քաղաքացի եւ որպես դաշինքի անդամ որևէ հակաօրինական բան չեմ տեսնում, որպեսզի կաշկանդվեմ։ Եվ երեք կուսակցություն է ձեր դաշինքում, պարոն Հարությունյան, բոլորը հավասար իրավունքներ, թե այնուհանդերձ ուժերից մեկը դոմինանտ, օրինակ այն մյուսը ոնց էր մյուս ուժը։ Միավորված հայը։ Հա, օրինակ միավորված հայերը ավելի, ասենք, դոմինանտ լինի, քան ուժեղ Հայաստանը կամ ձեր ուժը կամ հակառակը։ Ես նման բան չեմ նկատել, մենք 3 առանձին կուսակցություն ենք, հատկապես նաև մեր մասով եւ ուժեղ Հայաստանի եւ միավորվածի մասով ճանաչելով նաև նույն Նայիրի Սարգսյանին, վստահ պնդում եմ, որ մենք անկախ ենք ամբողջությամբ, ունենք ընդհանուր համոզմունքներ, ընդհանուր նպատակներ, ընդհանուր արդյունքի հասնելու ցանկություն, հետեւաբար մեր ուժերը միավորելով մեկ ճանապարհ ենք պատրաստվում անցնել։ Հարգելի գործընկերներ, թույլ տանք նաև այստեղ հավաքված մարդկանց համար պարզ լինի, թե ինչի ենք հավաքվել, նաև իրազեկենք նրանց այս ամենի մասին շնորհակալություն։ Հարգելի նաև բազմաթիվ քաղաքացիներ կան, որոնք եկել են սատարելու Սամվել Կարապետյանին եւ նրանց նույնպես պետք է մեկնաբանել, թե ինչ հակաօրինական գործընթաց է հիմա տեղի ունենում ազգային ժողովում։ Պարոն Նարեկ, հարգելի Նարեկ, այստեղ են մեր աջակիցները, բազմաթիվ քաղաքացիներ, որոնք նաև գուցե մոտեցել են, տեսեք, երբ որ հանրային կուտակումներ են լինում, պատահական անցորդները եւս մոտենում են եւ փորձում են հասկանալ, թե մարդիկ ինչի համար են հավաքվել, հնարավոր է դուք հենց նման մի քաղաքացու եք հանդիպել, այնպես որ թույլ տվեք շարունակել մեր հանրային ակցիան։ Հարգելի Նարեկ, ես չեմ կարող մեկնաբանել
քաղաքացիների տեսակետները եւ չեմ կարող նաեւ արժանահավատ համարել այն պնդումը, որը դուք անում եք, թույլ տվեք շարունակենք, հարգելի Նարեկ, թույլ տվեք շարունակենք մեր ակցիան եւ նաեւ այդ անտեղյակ քաղաքացիներին, որոնք ինքնաբուխ միացել են այսօր այստեղ հավաքված բազմությանը, իրազեկենք, թե ինչ է տեղի ունենում, այո, թե ինչ է տեղի ունենում այստեղ եւ ինչ իրավական գործընթացներ են տեղի ունենում, որոնք հակասում են ընտրական գործընթացի արդարության եւ ազատության սկզբունքներին, ինչպես նշեցին մեր իրավաբան գործընկերները։ Շնորհակալություն։ Այսօր մի հարգելի հետևորդներ նշենք, որ այս պահին խորհրդարանի մոտ ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները պատրաստվում են նաև իրազեկման ակցիա